եք Իրան-Իսրայել հակամարտությանը։ Այո, գիտեմ, որ այնտեղ շատ վատ իրավիճակ կա, բայց հույսով ենք, մենք որպես հայ քրիստոնյա ազգ աղոթում ենք բոլորի համար, որ ոչ մի տեղը պատերազմ չլինի, լինի խաղաղություն։ Այո, Ինչ եք կարծում, Իրանի թուլացումը կարող է հանգեցնել, որ Ադրբեջանը հարձակում սկսի Սյունիքի ուղղությամբ։ շատ հնարավոր է, երեխեք չէ։ Вообще տարածած շրջանը պայթունիկ վիճակ է էսի, ով է սարքում, չգիտեմ, դժվար արծարդել։ Ինչ եք կարծում, Իրանի թուլացումը կարող է հանգեցնել, որ Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի Սյունիքի ուղղությամբ։ Իհարկե կարող է։ Ես համոզված եմ դրանում, տա Աստված որ չլինի։ Ինձ թվում է չի բացառում։ Իրանի թույլատում չկա, Իրանը այսօր գիշերը ապացուցեց, որ ինքը շատ մեծ ռեսուրսներ ունի Իսրայելի հետ պայքարելու համար։ Չկա թույլատում։ Իրանի հետևում Չինաստանն է կանգնած, Իրանը Չինաստանի գլխավոր դաշնակիցն է։ Սա մեծ հակամարտություն է, սա մենակ Իրան-Իսրայել հարաբերություններով չի սահմանափակվում։ Վստահաբար պատերազմը շարունակվելու է այնքան, մինչև Իսրայելը կընդունի, որ ինքը չի կարող հաղթահարել Իրանը։ Ես հետ եմ վախենում, ես հետ դրա համար ոնց ասած անհանգիստ եմ, ես էլ եմ ասում մի քիչ բան է էլի ապահով չի, դե մոտիկ են չէ սահմանները։ Կարծում եմ այս պահին ոչ Թուրքիայի դիրքորոշումից դատելով կարելի է հասկանալ, որ Էրդողանը լավ տեղեկացված է Իրանի հնարավորություններից։ Այսինքն իրենք գիտեն, որ այսօր գիշերը եթե նայեք տեսանյութերը կտեսնեիք, որ գերզայնային հրթիռները շատ լավ անցնում էին այդ ժելեզնի կուպոլ կոչվածը, շատ հանգիստ հաղթահարում էին Թել Ավիվում հսկայական ավերածություններ կան, զոհերի քանական համեմատ ավելի մեծ է, քան ասվում է, որտեղ Իսրայելը որպես կանոն թաքցնում է քանակը։ Կասկած կա, մեծ կասկած կա, որ հնարավոր է։ Միառաստ Ինչ հնարավոր է, բայց դժվար։ Մենակ ստեղ Իրանը չէ, էլի որ մեր մեջքին կանգնած է։ Ամերիկայից բռնած Եվրոպա եւ այլն։ Ռուսաստանն էլ է սկսել մի քիչ իր պահվածքը Ադրբեջանից դեպի Հայաստան։ Հնարավոր է, որովհետև Պարսկաստանը չպետք է թուլանա, չէ որ դա էլի մեր սահմանն է համարվում, ոնց որ մեզ կայուն պահում է, իրանց բարեկամությունը հայ ազգի հետ շատ կարևոր դեր կտանի Սյունիքը չվերցնելու եւ Սյունիքը չգրավելու համար։ Ես միայն չէ խնդրեի, որ այդ մեր այդ կառավարությունն, այդ ղեկավարությունը չկստացան այդ գումարներից, այդ փողերից, այդ փող լվացման, թող պատերազմի համար մտածեն, թող ժողովրդի համար մտածեն, թող որևէ մի լավ բանի համար մտածեն։ Ինչքան ժամանակ պետք է sense նրանք թալանի են ընկե, պատերազմը ընդիցա թալանում, բանը կորուստենք ունենամ, միջև եւ։ Իսկ եթե պատերազմ լինի, ինչ եք կարծում, Հայաստանը պատրաստ է պատերազմի եւ այս իշխանությունները կարող են փրկել Սյունիքը։ Երեխեք դժվար հարցա չեմ ուզում ոչ մեկին փննovat դնեմ, ավելի լավ է կարողանանք մեզի պաշտպանենք, բայց այդ հարցը մի քիչ դժվար է։ Ադրբեջանին թույլ չեն տա։ Ոչ թե մենք, միջազգային հանրությունը։ Չեմ կարող այդ հարցին պատասխանեմ։ Չգիտեմ, բավարար ինֆորմացիա չունեմ։ Մի փոքրիկ դա գաղտնի բան է, բայց պատրաստ ենք մենք։ Այո, պատրաստ ենք ատպոր տալու համար ադրբեջանցիներին, հակահարված տալու համար։ Այնպես որ ամեն ինչ լավ կլի։ Կարծում եմ իշխանությունները որ լավ աշխատեն, մի քիչ պատմություն է իմանան, որ միշտ է մեզ ռուսն է եկե օգնի, ես տենց գիտեմ պատմությունը, որովհետև անգամ Դավիթ բեկի ժամանակ Մխիթար Սպարապետին ինքը ասեց, որ գնա թագավոր Պետրոսին, խնդրի, որ զորքը գա մեզ օգնի։ Սխալ քաղաքականություն է Ռուսաստանից անջատվելը։ Իսկ ինչ եք կարծում, Հայաստանը պատրաստ է պատերազմի եւ Ոչ, այս պատրաստ չի եւ այս իշխանությունները ընդհանրապես չեն մտածում երկրի ապագայի մասին։ Իրենք միայն իրանց մոտ լավ է ստացվում կոռուպցիա։ Ես համոզված եմ, որ իրենք մեզ ապագա չեն տանում։ Ես համոզված եմ, որ իրենք մեր երկիրը տանում են կործանման։ Եթե պատերազմ լինի, ուրեմն բոլորս է պետք է պատրաստ լինենք։ Ինչ եք կարծում, Հայաստանը պատրաստ է պատերազմի եւ այս իշխանությունները կարող են փրկել Սյունիքը։ Ես ցանկանում եի ավելի ճիշտ խաղաղություն ներասիզան, որ առանձնա նման, քանց թե պատերազմից մենք դժում ենք, դեպի լավը չեն գնում,
մենք այն տղաները, այն հերոսները կորցրեցինք պատերազմին, բայց որևէ մի արդյունքի էլ չհասանք։ Թո Ալիևը իմանա, որ ամբողջ երկրագնդով մեկ եւ գիտնականներ, որ կարդա մի քիչ իմանա ինչ կա չկա, իմանա, որ Աստված այս հայ ազգը առաջի քրիստոնյա ազգն է եղել եւ մենք այնքան օրհնված ենք, որ երբեք իր մտքով անգամ թող չանցնի 29 քառակուսին վերցնի։ Շմի դեպքում Ադրբեջանը երբեք չի հարձակվի Հայաստանի վրա արդեն։ Սխալը վիճակում դժվար։ Մեր հույսը մենակ Աստված է, ուրիշ ոչ չի բան, որ Աստված փրկի մեր Հայաստանը։ Հայաստանը պատրաստ է պատերազմի եւ այս իշխանությունները կարող են պահել Սյունիքը։ Հայաստանը պատերազմի պատրաստ չի, Հայաստանը պատրաստ է հանձնվելու այս իշխանությունների օրոք։ Հայաստանը ուրիշ ոչ մի բանի պատրաստ չի եւ այդ մարդիկ չեն էլ թաքցրել ի սկզբանե տարել են այդ գիծը։ Այդ ամեն ինչի դեմը պետք է ավելի վաղուց առնել, ոչ թե սպասել մինչև Արցախի անկումը։ Հարցը դա չի, բայց Հայաստանի հետ կապված ես հիմա չեմ տեսնում իրադարձությունների զարգացման այդպիսի սցենար, որովհետև ուղղակի Թուրքիան եւ Ադրբեջանը այդ շքեղությունը իրենց չեն կարող թույլ տալ այս պահին։ Այս պահին չեն կարող թույլ տալ։ Իրանի պարտության դեպքում այո, բայց ես վստահ եմ, որ Իրանը պարտություն չի կրի։ Պարոն Փաշինյանը, Թենգեր Փաշինյանը, դա որպեսի տղամարդ, եթե խոստումներ արե ժողովրդին, անձամբ ես էլ եմ եկել նրա ցույցի, անձամբ ես էլ եմ պայքարել, բայց նա դավաճան դուս եկավ, ազգի դավաճան։ Նա Երևակայի այդպիսի նախագահ ես չէի տեսի։ Ես հավատում եմ, որ ծովից ծով Հայաստան ենք լինելու։ Մենք ուժեղ ենք, կանք, մենք ասած Պարուս Սևակը, մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։